Բարև ձեզ հարգելի բարեկամներ, Նյու Յորքի արձագանք հեռուստաընկերությունը սկսում է իր հերթական հաղորդումը։ Նշենք, որ մեր ծրագրերը կարող եք դիտել նաև YouTube-ով։ Նախքան սկսելը մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին։ Հավանեք, մեկնաբանեք, կիսվեք, եթե իհարկե ուզում եք, եւ միացրեք ծանոթությունների կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր ծրագրերը, քանզի դրանք պատրաստվում են ձեզ համար։ Եվրամիությանը անդամակցելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը ավիահաղորդակցություն չի ունենա Ռուսաստանի Դաշնության հետ, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Ներկայումս Եվրոպական միության երկրների հետ ավիահաղորդակցություն չկա, հետևաբար մենք չենք ունենա նաև ավիահաղորդակցություն Հայաստանի հետ, ընդգծել է Օվերչուկը։ Նրա խոսքով Հայաստանի քաղաքացիները պետք է հաշվի առնեն Երևանի կողմից Եվրամիության հետ մերձեցման քաղաքականության հնարավոր հետևանքները։ Ըստ Օվերչուկի, Հայաստանը հասել է այն սահմանագծին, որից հետո Ռուսաստանը կարող է վերանայել նրա հետ տնտեսական համագործակցությունը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Հայաստանում առկա են բազմաթիվ ռուսամետ քաղաքական ուժեր եւ գործիչներ, ինչպես նաեւ նշել է, որ նրանցից ոմանք գտնվում են ազատազրկման մեջ։ Դա ձեր որոշումն է, մենք չենք միջամտում, բայց կցանկանայինք, որ նրանք առնվազն կարողանային մասնակցել այս ներքաղաքական գործընթացին, հավելել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Looking for Armenian news, music, and entertainment? Watch Ardzagang Armenian TV anytime, anywhere, from any point in the world. Visit ardzagangtv.com on your desktop or phone and stay connected no matter where you are. Want to promote your business or event? Advertise with us through a video, flyer, or business card and reach thousands of viewers. Find us on YouTube and Facebook. Just search Ardzagang Armenian TV. We bring the news to you. We bring the culture to you. Ardzagang Armenian TV works for you. Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյան ուղերձ է հղել, որտեղ անդրադառնալով արտաքին հարաբերություններին նշել է, որ հիմա պարզ է, վարչապետ Փաշինյանի պատճառով Ռուսաստանի հետ սանձազերծված տնտեսական պատերազմը հունիս ամսին, թե փոփոխություններ, որոնք մենք կբերենք Հայաստանին այս տարվա հունիս ամսին։ Ռուսաստանը մեզ էժան գազ է մատակարարում, սիրով ընդունում է մեր սեզոնային աշխատողներին, գնում են մեր գյուղատնտեսական ապրանքների զգալի մասը, իսկ եթե դադարեցվի այս ամենը, ինչ պատասխան ենք տալու մեր ժողովրդին, որը ավելի կաղքատանա։ Մենք տեսանք, թե ինչ պատահեց Վրաստանի եւ Ուկրաինայի հետ։ Մեզ նոր պատերազմներ պետք չեն։ Քվեարկելով Փաշինյանի օգտին, դուք կստանաք աղքատություն, թշնամանք ռուսների հետ եւ տնտեսության փլուզում։ Վստահեք մեզ եւ կունենաք իրական փոփոխություն, ուժեղ տնտեսություն, միասնություն եւ երկարատև խաղաղություն։ Ժամանակն է ուժեղ Հայաստանի, ասված է Սամվել Կարապետյանի ուղերձում։ Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունները անցկացվելու են 2026 թվականի հունիսի 7-ին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ընդունել է Իրանի առաջարկը եւ 2 շաբաթով դադարեցրել է հարվածները։ Թեհրանը համաձայնվել է բացել Հորմուզի նեղուցը, հայտնում է BBC-ն։ Ես համաձայն եմ դադարեցնել Իրանի վրա գրողները եւ ռմբակոծությունները 2 շաբաթով, գրել է Թրամփը։ Թրամփը ասել է, որ Իրանից 10 կետից բաղկացած առաջարկ է ստացել, որը համարում է բանակցությունների համար աշխատանքային հիմք։ Իրանը իր հերթին հաստատել է, որ պատրաստ է գնալ հրադադարի, սակայն միաժամանակ առաջադրել է մի շարք պայմաններ։
Իսրայելը աջակցություն է հայտնում հրադադարին, ընդգծելով, որ այն չի տարածվելու Լիբանանի վրա։ Թրամփը սպառնացել է, որ եթե Իրանը չափաշրջափակի Հորմուզի նեղուցը, որով խաղաղ ժամանակներում անցել է համաշխարհային նավթի եւ հեղուկացված բնական գազի մոտ 20%-ը, Միացյալ Նահանգները կհարվածեն երկրի քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում կամուրջներին եւ էլեկտրոկայաններին եւ անգամ կվերացնեն իրանական քաղաքակրթությունը։ Թրամփի հայտարարությունից մոտ 1 ժամ անց Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, ինչպես նաև երկրի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել են, որ Թեհրանը համաձայնվել է երկշաբաթվա հրադադարին եւ Հորմուզի նեղուցով նավարկության վերականգնմանը։ Արձագանք հեռուստաընկերությունը կազմակերպում է ճանապարհորդություն դեպի Հայաստան։ Ինչպես վկայում են նախկինում մեզ հետ ճամփորդածները, դուք կհանգստանաք թանկարժեք ու հարմարավետ հյուրանոցներում։ Ամեն օր կճաշակեք բազմատեսակ ուտեստներ առաջնակարգ ռեստորաններում, կվայելեք հայկական երաժշտությունը ու պարը։ Մեր շրջապտույտի շրջանակներում դուք կայցելեք Հայաստանի տեսարժան վայրերը, կհաճախեք թատրոններ եւ համերգասրահներ։ Մեզ հետ բոլոր պայմանները ստեղծված են ավելի գողտրիկ խմբով եւ ավելի ջերմ միջավայրում լավագույն հանգիստը անցկացնելու համար։ Զանգահարեք արձագանք հայկական հեռուստաընկերություն եւ վստահ եղեք, որ մենք ձեզ համար նախապատրաստել ենք Հայաստան մեկնելու լավագույն ճամփորդության ամենահարմարավետ պայմանները։ Մեծի տանկիլիկյո կաթողիկոս Արամ առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ քննարկել երկրում ստեղծված իրավիճակը։ Նրանք անդրադարձել են երկրի անվտանգության եւ ներքին կայունության հարցերին։ Լիբանանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանումը, պետության հեղինակության ամրացումը, բանակի ներկայությունը եւ ազգային միասնականության ամուր պահպանումը առաջնահերթություն է եւ հրամայական, մանավանդ ճակատագրական այս պահին։ Պետք է հեռու մնալ ներքին պառակտում առաջացնող արտահայտություններից եւ համախմբվել մեր հայրենիքի գերագույն եւ միասնական շահերի շուրջ, ասել է Մեծի տանկիլիկյո կաթողիկոս Արամ առաջինը։ Նա նաեւ դատապարտել է Իսրայելի կողմից Լիբանանի նկատմամբ իրականացված հարձակումները։ Discover the magic of MVideo Photo. Looking for high-quality video and photo services for your event? At MVideo Photo, we combine exceptional quality with reasonable prices for a seamless experience. That's why you should choose us. Our talented team delivers seamless storytelling, creating personalized packages for your special moments. With over 5,000 happy clients and a perfect 5-star rating, we've been in business since 1996, creating unforgettable memories. We offer unbeatable prices with packages starting at just $495. From video and photo to drone, photo booth, live streaming, and displays, we've got all your event needs covered. Whether it's a wedding, christening, birthday, bar and bat mitzvah, and more. Serving New Jersey, New York, Connecticut, Westchester, Pennsylvania, we offer flexible pricing with no travel or rescheduling fees. Choose from a variety of products to fit your budget. Mix and match to create your perfect package. Contact us today and use the code FAMILY to save big and make your event unforgettable. Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը, որը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, ենթարկվել է վանդալիզմի, հայտնում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monuments.org կայքը։ Ստեփանակերտում ադրբեջանցի օգտատերերի կողմից նկարահանված տեսանյութերից երևում է, որ ջարդված են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի պատուհանները, դա ապացույց է, որ հուշարձանը ենթարկվել է վանդալիզմի, ասվում է հրապարակման մեջ։ Նշենք, որ Ստեփանակերտի Մայր տաճարը կառուցվել է 2019 թվականին, որը քաղաքի կարևոր խորհրդանիշերից մեկն է։ Հարգելի բարեկամներ, ապրիլի 6-ին լրացավ Արձագանք հայկական հեռուստաընկերության 30-րդ ամյակը։ Հեռուստաընկերություն, որը 30 տարի շարունակ անխափան գործել է ամեն շաբաթ այցելելով ձեր տները, ներկայացնելով Հայաստանը, Արցախը, աշխարհասփյուռ հայությանը, այսօրվա կատարվող իրադարձությունները եւ իհարկե ամերիկահայության նվաճումները եւ ձեռքբերումները։ Հեռուստաընկերություն, որը նկարահանել է հազարավոր հաղորդումներ, ներկայացրել եկեղեցիների, կուսակցությունների, միությունների, կազմակերպությունների գործունեությունը։
Նախագահներին, կաթողիկոսներին, քաղաքական գործիչներին, արվեստագետներին եւ շատ ու շատ անհատներին, որոնք իրենց ներդրումն են բերել հայ ազգի բարությանը եւ բարգավաճմանը։ Արձագանք հեռուստաընկերության նպատակն է եղել իր ստեղծման օրից ծառայել ազգին եւ ազգային արժեքները ներկայացնել լայն հասարակությանը։ Շատ պատվաբեր առաքելություն։ Դե ինչ, եկեք միասին շնորհավորենք Ամերիկայի արևելյան շրջանի Արձագանք հայկական հեռուստաընկերությանը, ձեր միակ հեռուստակայանի տարեդարձը, որը անխափան հեռուստատեսությամբ ցուցադրվել է 30 տարի, համագործակցության եւ նվիրատվությունների շնորհիվ։ Մաղթենք, որ այս հայապահպան կազմակերպությունը հարատև լինի ձեր առատաձեռնության շնորհիվ։ Շնորհավոր տարեդարձդ Արձագանք։ Արձագանք հեռուստաընկերությունը ձեզ է ներկայացնում իր բազմապիսի ծառայությունները, պատրաստել վիդեոկլիպներ արվեստագետների, երգիչ-երաժիշտների, մասնավոր բիզնեսների համար, որով կարող եք գովազդել ձեր գործունեությունը տարբեր տեղերում։ Արձագանքին կից գործողային վիդեոֆոտոստուդիոն նկարահանում է Հարսանյաց ծննդյան մկրտության եւ այլ անձնական տոնակատարություններ, վիդեո եւ ֆոտո, պատրաստում է գեղեցիկ ալբոմներ, շնորհակալական քարտեր։ Արձագանքը սիրով կարող է շնորհավորել ձեր կյանքի հիշարժան իրադարձությունը իր հեռուստաէկրանից, հաճելի պահել պատճառելով ձեզ եւ ձեր հարազատներին, այնպես որ հիշեք, Արձագանքը իր բազմապիսի առաջարկներով սպասում է ձեզ։ Իսկ այցելելով www.amvideophoto.com կարող եք ծանոթանալ վերջին աշխատանքներին սինեմատոգրաֆի ոճում։ Այսքանով ամփոփում ենք մեր հաղորդումը, ամբողջական հաղորդումը կարող դիտել www.arzaganktv.com կայքում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։